Ֆինանսների նախարարը ասում է, որ Հայաստանի տնտեսությունը ավելի արագ է աճում, քան պետական պարտքը համաձայն։ Ես չեմ հավատում։ Չեք հավատում, որ տենց բան է ասել։ Ասելը կարող է ասել, բայց ես չեմ հավատում են լինի։ Թվում է չէ, ես տեղակ չեմ, բայց ինձ թվում է որ չէ։ Իհարկե արագ աճում տնտեսությունը։ Իհարկե ոչ։ Որովհետև ինձ թվում է պետությունը ավելի շատ պարտքերի մեջ է, դա իմ կարծիքն է իհարկե, քան ինչներ աճում է Տնտեսությունը Հայաստանի։ Հա, տնտեսություն զարգացում ես չեմ տեսնում։ Ասենք, գիտեք ոնց է, ոնց որ երկրորդային պլան մղված ինչ-որ բաներ վերանորոգվում են, արտաքին ներկայացնում են այսպես, այնպես, բայց այն բուն ներքին այն, որ խանգարում է, որ մեր տնտեսությունը աճի, դա չի վերանում։ Մազայն եք, որ Հայաստանի տնտեսությունը ավելի արագ է աճում, քան պետական պարտքը, ֆինանսների նախարարն է այդպես պնդում։ Իհարկե ոչ։ Այսօրվա մեր իշխանության որ մի ասած ճիշտ տեղեկություն։ Ամբողջը փուչիկ իրանց ֆանտազիաներով երազած թվերն է, որին այդպես է չհասակ։ Այսինքն մենակ իրանք հասան, բայց ոչ ժողովուրդը։ Վատից բացի լավ բան չեմ տեսնում։ Հույս էլ չեմ կապում այս իշխանությունների հետ։ Իմ միակ հնարավորություն ունեմ ձայնս արտահայտելու։ Ուզում եմ կոչ անել իշխանություններին մի հատ լավ բանը, որ կարան անեն հայ ազգին, շուտապույտ հեռանա, ամբողջ ԿՊ-ն, հրաժարական տվեք, գնացեք, դա ձեր ամենամի լավ բանը կլինի, որ հայ ազգի համար արած կլինեք։ Ոչ, պետական պարտքը ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Բայց ինչ է ֆինանսների նախարարը այդպես պնդում։ Դե խափում են էլի, կառավարությունը, այսօրվա իշխանությունները ինչ են արել, որ չասեն։ Եթե դե իրանց համար ասում են, որ ժողովրդի աչքը կապել, բայց իրականությունում զրո է, չկա նման բան։ Բոլորը, սկսած վարչապետից եւ ամբողջ իր կառավարությունով գործադիր ուրեմն մարմնից, ուրեմն իրավական, ուրեմն բոլոր այդ բաները, սկսած ազգային ժողովից բանից, այդ բոլոր պարլամենտը, գործադիր մարմինը, իրական մարմինները բոլորն էլ զրո են։ Այս երկիրը կանգնեցրել է կրախի առաջ։ Շուտ պետք է ազատագրենք այս ավետաց երկիրը, որպեսզի մատաղացու գար չդառնա, որ միջև հիմա դարձրել են։ Շտապ պետք է դրանք գնան ազատեն իրաց տեղերը, եթե ոչ երկրի ճակատը գրե թող չխաղան, Աստված մի առասե, որ ժողովուրդը բարձրանա, ոտքի կանգնի, գյուղերից եղաներով, գերանդիներով կգան եւ գլխատեն սրանց։ Իրանց ասած ոչ մի բանի հետ համաձայն չեմ, որովհետեւ իրանք տգետ են բոլորը, վերևից ներքև։ Եթե իրանց ղեկավարը 7 տարի մի առաջի դասարանում մնացել, բա իրանք ով պետք է լինեն։ Կարակ նկարեք, առանց կտրելու ցույց տակ։ Եթե ղեկավարը նորից եմ ասում, 7 տարի առաջի դասարանը մնացել, բայց զամերը երևի ամեն մեկը 20 տարի 0 դասարանում։ Իսկ Հայաստանի տնտեսությունը աճում է։ Հայաստանում տնտեսություն չկա, որ աճի, ինքն է ցույց տալու, թե ինչ-որ մի բան լինում է, ժողովրդին հարցրեք, ապրելակերպը նայեք մարդկանց։ Տնտեսությունը եթե աճեր, ինքը աղբի գումարը չէր բարձրացնի, որ քերի ժողովրդին։ Տնտեսությունը եթե զարգանար, ինքը մարդկանց դոտացիա կաներ, տրանսպորտը 100 դրամ կլներ, ուրեմն չկա, չէ՞ որ քերում է։ Հպարտ քաղաքացիներն իր ասած խիա քերում, դո տրանսպորտը 100 էր սարքել 50, եթե զարգացրել է։ Իսկ պետական պարտքը Պետական պարտքը ավելացրել է, Սերժիկ իշկան կերավ, դարավ 6-7, ես եկավ դվայնոյ արեց։ Եթե իշկան մնա, ինքան կշատացնի, կմնա մեր թորների վրա։ Հպարտ քաղաքացիներն ինքը շատացել, երևի դրա համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանին ինչ կասեք։ Նիկոլ Փաշինյանին կասեմ, որ ինքը հեռանա, որ այս ազգը շունչ քաշի, ինքը մարդկանց ուսախապ արեց, դա ավելի վատ էր, Սերժիկից վատ էր։ Ինքը անդադ նախկիններ է խոսում, նախկինները լավ չեն եղել, դրա համար մարդիկ իրան են ուզել, որ գա դզի։ Ինքը եկել է նախկինը լավ չի եղել, նորից եմ ասում, դրա համար իրան են ուզել, որ դզի, բայց իրան էլ ուղեղ չունի, որ դզի։ Պետք է ուղեղ ունենա, չէ՞ մարդը, ես պետք է կարողանամ մի հատ գործ անեմ, որ անեմ։ Եթե չունեմ ու ինչ ուզում ես ինձ արա, տար հիմա ինձ նշանակի բանը, այս վայենիների ղեկավարը, ես որ զենքից եմ լավ հասկանում, ոչ կարամ կառավարեմ, կտանեմ զորքին վարի կտամ մի հատ սխալ տեղ։ Ոնց որ իրանք արեցին։